հաշվի առնի, որ նշում եք նախապես պլանավորական մտավախություն ունեք, որ նույնը կարող է ձեր հետ կրկնվել, քանի որ դուք ևս երեք գնացել եք քաղաքապետարան, երբ այդ հավյանքները եւ ձեր հետ եւ Արտուր Ճախոյանի հասին այդ պայդրությամբ մտավախություն չկա, որ նույնը նույն սցենարը կարող է հենց ձեր հետ կրկնվել։ Տեսեք, ընդհանրապես մտավախություն չունեմ, ինձ չի էլ հետաքրքրում այսօրվա իշխանության, ոչ էլ վախենում եմ։ Չեմ բացառում, առավել քան վստահ եմ, որ այս գործի շրջանակներում ինձ կներգրավեն։ Առավել քան վստահ եմ։ Որին։ Ոնց որ Արտուրին։ Կասեն օրինակի համար, չգիտեմ, որ գործն է արել ես, պարոն Մակարյան։ Հալան, հա։ Չէ, որ մեղադրանք ինձ կարող են առաջադրել օրինակի համար։ Արցախը հանձնելու մեջ օրինակի մեջ ինձ կարող են մեղադրել։ Եթե մենք մի փոքր վերադառնում ենք ստապ գնահատում ենք, այո, ես ունեմ կոռուպցիա, ես կասկածում եմ, ոչ թե կասկածում եմ, ունեմ այդ համոզմունքը, որ այս գործի շրջանակում նաև ինձ կներգրավեն։ Նկատիների կազմակերպված մասովրաստիկ ծեծի ենթարկել սադրել են։ Բացառում եք, որ նույնը ձեր հետ կարող է տեղ ունենալ։ Այսինքն ինչ ծեծեն, գլուխները քարին կտան, երեսները պատին կտա, եթե փորձի մեկենցի ծեծել։ Շատ ուղիղ ասում եմ, շատ փոքր են իրանք։ Շատ ուղիղ եմ ասում, էլի։ Հաստատ այն է, որ մի քանի հոգով Արտուր Ճախոյանին, ով մենակ էր այդ պահին, ծեծեց։ Ես հենց ասեմ, Բորենիների, եթե ծեծում են, թող հետո մտածեն, որ դրա համար պատասխան պետք է տան։ Իսկ իմ պարագայում այդ պատասխանը երկար չի սպասեցնել չի տա, եթե իրանք փորձեն ինչ-որ անօրինական քայլ անել։ Հիմա ինչ եք պատասխան անել, ոնց հասկացանք Արտուր Ճախոյանն ու փաստաբանացուցին, ասենք ուժողից դարձել է մեղադրել, հա, երևի նախնական քրեական վարչական։ Ես ճիշտ ասած չլսեցի իրենց պնդումը, որպեսզի ասեմ, ես կճշտեմ, կասեմ, բայց կարծում եմ, որ Ճախոյան Արտուրին իրենք պետք է փորձեն հակառակը գործը կոչկել նրա վրա։